Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր եւ իրական պատմությունները։ Այսօր խոսելու եմ Խորհրդային Միության ամենաերիտասարդ օրենքով գողի մասին, որը համարվել է նաեւ ամենաազդեցիկը։ Մեր հերոսի պատմությունը սկսվել է Երևանում, ծնվել է 1930 թվականին։ Իսկական անուն ազգանունը Ռաֆայել Բաղդասարյան, մականունը Սվորավ։ Սվոր նշանակել է հարց լուծող մարդ։ Настоящий армянин своим не всегда добьется. И очень тяжелое положение у нас, армянам, очень трудно кризис, который мы не можем с этого выйти. Почему? Потому что у нас нет поддержки. Սվորավի հայրը միշտ երազել էր, որ տղան դառնար կամ բժիշկ, կամ մանկավարժ, բայց դեռ մանկուց Ռաֆին գրավել էր կրիմինալը։ Եվ զարմանալի չէ, որ նա 11 տարեկանում կատարել է առաջին գողությունը եւ չընթարկվելով հորը սկսել է ընկերություն անել Ժոժո մականունով օրենքով գողի հետ, որը Ռաֆին ընդունել է իր բանդան։ Տղան 6-րդ դասարանում թողնելով դպրոցը բռնել է քրեական ենթամշակույթի ճանապարհը։ Նախադեպը չունեցող իրադարձություն 1945 թվականին լինելով 15 տարեկան Սվորավը ստացել է օրենքով գողի տիտղոսը։ Իդեպ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քրեական աշխարհի օրենքները շատ խիստ էին եւ այդ տիտղոսը շատ մեծ դժվարությամբ էր տրվում։ Մինչև օրս հասակային այս ռեկորդը ոչ ոք չի գերազանցել։ Նրա թագադրումն իրականացրել են ամենահայտնի օրենքով գողերը։ Կյանքի 35 տարին Սվորավն անցկացրել է քրեակատարողական հիմնարկներում, ունեցել է 15 դատվածություն։ Իդեպ եւս մեկ չլսված բան, բոլոր դատվածություններն անցել են առանց վաղաժամ ազատման, որը հեղինակավոր գողի համար անթույլատրելի է։ Ազատազրկված Ռաֆը երբեք չի համագործակցել իշխանությունների հետ, երբեք ցուցմունք չի տվել եւ երբեք ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել։ Քրեական աշխարհի պարագլուխը 3 անձնագիր է ունեցել տարբեր տվյալներով՝ Ռաֆայել Բաղդասարյան, Ռաֆայել Սողոմոնյան, Ռաֆայել Ալեքսանյան։ Հայտնվելով ազատության մեջ այն ժամանակվա այսպես կոչված հարուստ ցեղավիկներից նորից գողացել է։ Ռաֆի ամենահայտնի գործերից է եղել Ուզբեկստանում ընդհատակյա ոսկերիչ Նիկոլայ Զույֆելդի տանգողությունը։ Մտնելով նրա տուն Ռաֆը ներկայացել է որպես ազգային անվտանգության ծառայության գնդապետ, հավաքելով շուրջ 800,000 ռուբլու ոսկի եւ արծաթ հանգիստ լքել է տունը։ 1980-ականներին Ռաֆի կրիմինալ գործունեությունը հասել է միջազգային մասշտաբների, նա համագործակցել է անգամ իտալական մաֆիայի հետ, սակայն կատեգորիկ դեմ է եղել արգելված ապրանքների վաճառքին։ 80-ականներին Սվորավը կրիմինալ աշխարհում այնպիսի ազդեցություն է ունեցել, որ Խորհրդային Միությունում գողական աշխարհի ոչ մի հավաք, այսպես կոչված խոտկա չի անցել առանց նրա։ Նա Մոսկվայում ունեցել է գողերի ընդհանուր ունեցվածք, այսպես կոչված օբշակ, եւ կատարել է օրենքով գողերի միջև եղած վեճերի կարևոր դատավորի դեր։ Սվորավի մասին ասում են. նա կարող էր ամեն ինչ, պատասխանում էր ամեն ինչի համար եւ միշտ ամեն ինչ պահում էր վերահսկողության ներքո։ Ինչպես եւ պետք էր Ռաֆի վարքագիծը միշտ գողական օրենքներով էր, հագնվում էր հայկական ձևով, թանկարժեք կոստյումներ եւ հսկայական հաջողություն ուներ կանանց մոտ։ Սվոին սիրահարված էր նաեւ շանսոնի աստղ Լյուբա Ուսպենսկայան, զգացմունքները փոխադարձ էին։ Երգչուհու հետ սիրավեպը Ռաֆի կյանքի ամենագունեղ էջն էր։ Նրանք պատահական ծանոթանում են Երևանի ռեստորաններից մեկում եւ սկսվում է սիրավեպ։ Ուսպենսկայան պարբերաբար գաղտնի հանդիպումներ է ունենում Ռաֆի հետ կամ Երևանում կամ Մոսկվայում։ Լյուբան Ռաֆին է նվիրել հայտնի Ջիգար երգը, որը կատարել է Ռաֆի մահվան օրը։ Ջիգար, ты звезда в поднебесье, Ջիգար, моя лучшая песня, мы друг друга любить не устанем, цаветанем, Ջիգար, цаветанем։ Իդեպ լինելով օրենքով գողնակին է ունեցել, ինչը չի խրախուսվում գողական օրենքներով։ Սվոյի կինը Նատաշա Պանասյանը խառնածին էր, որից մեկ դուստր ուներ։ Ռաֆայելը Նատաշայի հետ ծանոթացել էր Թբիլիսիում։ Պատմում են, որ Սվոն լուրջ խնդիրներ ուներ չեչենների հետ, որոնք չեն ընդունում գողական ոչ մի օրենք։ 1992 թվականի դեկտեմբերի 23-ին իրավապահները ներխուժում են Մոսկվայի Մինսկ հյուրանոցի 621-րդ համար, խուզարկությամբ Ռաֆի մոտ գտնելով 9 մմ տրամաչափի խլացուցիչով ինքնացիկ, նրան ձերբակալում են եւ տեղափոխում Լեֆերտովոյի բանտ։ 1993 թվականի հունիսի 23-ին ազատ արձակվելուց մի քանի օր առաջ նրա առողջությունը կտրուկ վատանում է եւ նա անհայտ պայմաններում մահանում է։ Հանգամանքները մինչև օրս բացահայտված չեն։
Ռաֆի զարմուհին հետագայում պատմում է, որ Ռաֆի մարմինն ամբողջովին այլանդակված է եղել։ Բժիշկները դիահերձման ժամանակ վերացրել են բոլոր հանցանշանները։ Դատաբժշկական եզրակացության մեջ մահվան պատճառ է նշվել ներքին արյունահոսությունը։ Կա կարծիք, որ Սվոն կտրուկ դեմ է դուրս եկել գողական աշխարհում ամենաթողությանը։ Ըստ տեղեկությունների, գողական աշխարհի որոշ ներկայացուցիչներ ուժային կառույցներին հաղորդումներ են տվել Սվոյի վերաբերյալ։ Սվո Ռաֆը մահացել է 1993 թվականի հունիսի 23-ին 63 տարեկանում Ռուսաստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ենթակայությամբ գտնվող հիվանդանոցի հատուկ բաժանմունքում։ Լեֆերտովոյի բանտից հիվանդանոց նրա տեղափոխումը կատարվել է գաղտնի։ Նրան հիվանդանոց են տեղափոխել եւ վիրահատել Աշոտ Բալայան անվան տակ։ Սվոյին թաղել են հայրենիքում հունիսի 26-ին Թոխմախի գերեզմանատանը։ Անսովոր թաղում է եղել։ 200,000 մարդ է մասնակցել, այդ թվում 900 գողեր ամբողջ աշխարհից, նաև Ադրբեջանից, նրանց թվում Յապոնչիկը, Վասյա Բրլյանտը, անգամ Դեդ Հասանը։ Նրանցից շատերն այդ ժամանակ իրենց երկրների քրեական ոստիկանություններում եւ Ինտերպոլում գրանցված են եղել որպես քրեական հեղինակություններ եւ շատերը հետախուզման մեջ են գտնվել։ Այն ժամանակ խոսում էին, որ Զվարթնոցում վայրեջք է կատարել 8 ինքնաթիռ, Ռաֆի հուղարկավորության ժամանակ ոչ մի միջադեպ չի գրանցվել։ Երևանի երթևեկությունը կատվածահար է եղել։ Նրա մահը լուսաբանել են հայտնի լրատվամիջոցներ, թաղումը որակելով համաժողովրդական։ Բլոկադայի մեջ գտնվող Երևանը, որ այդ ժամանակ 2-3 ժամ էր հոսանք ունենում, 3 օր լույսերի մեջ է եղել։ Ըստ որոշ աղբյուրների հոսանքն ապահովելու համար Բաքվից բեռնատարներով հսկայական քանակությամբ մազութ է տեղափոխվել Հայաստան։ Սվոն միշտ օգնել է Հայաստանին ու հայերին, մեծ ներդրում է ունեցել Արցախյան հերոսամարտում։ 1988 թվականի երկրաշարժից տուժած սոցիալապես ծանր վիճակում գտնվող շատ ընտանիքներ են ստացել նրա աջակցությունը։ Այդ տարիներին փակ ճանապարհները բացվել են ու օգնության բեռնված հարյուրավոր բեռնատարներ են մտել Հայաստան։ Այսպիսով, Սվո Ռաֆը խորհրդային կրիմինալ աշխարհի սիմվոլն էր, ազդեցիկ ու կոշտ կնքահայրը, որի կյանքն ավարտվեց առեղծվածային պայմաններում։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։